ես տեղեկացա նաև մի, ինչ ասեմ, абսուրդային խայտառակ միջադեպի մասին, խոսքի ազատությունից, ժողովրդավարությունից խոսող այս իշխանությունը փաստորեն ինչա տեղի ունեցել, որը ուղղակի ինձ համար ապշելու էր մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը հիշում եք կրթվելը նորաձև այդ անհասկանալի աջաբսանդալի շրջանակում եղել է Կապանում եւ ինչպես կապանցի մի բնակիչ փոխանցել է լրատվամիջոցին տեղեկանալով որ Փաշինյանը այնտեղ է իր նյարդերը տեղի են տվել ինքը սկսել է ինչ որ բաներ բղավել անգամ փորձել է քար վերցնել եւ շպրտել Նիկոլ Փաշինյանի կորտեժի Շարասյան հետևից այն որ ասում էր «Պադավատապետություն» կանգնում է ժամերով մեր փողոցում Սայաթնով Աբովյան խաչմերուկում որ Նիկոլ Փաշինյանի պադավատները սնայպերները տենց լավ չի ամեն տեղաշարժվելուց մի հատ էլ Իսկանդեր բեր որ անցնի այդ ամենը անցնի եւ ինչա տեղի ունեցել սիրելի հայրենակիցներ նորի կանոնով այդ կապանցուն կալանավորում են տանում են ոստիկանություն դրանով չեն բավարարվում մարդուն տանում են հոգեբուժարան եւ մեկ շաբաթ նորի կանոնով կապանցուն ով հանդգնել է Նիկոլի հետևից Նիկոլի կորտեժի հետևից բղավել դավաճան Արցախը հանձնեցիր հիմա էլ եկել ես կապանը հանձնելու մեկ շաբաթ պահում են հոգեբուժարանում նրան ներարկում են ծանրագույն հոգեմետ դեղորայքներ սա քաղաքացին ինքը զանգահարել է մեդիահաբ լրատվական գործակալություն եւ փոխանցել է եւ մեկ շաբաթ հետո նոր ազատ են արձակում քաղաքացու ինքնազգացողությունը բնականաբար իրեն պարբերաբար ներարկված հոգեմետ դեղերից բավականաչափ վատ է լինում սա այս ամենն է ինչ պիտի իմանալ Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարության այս այն ամենն է ինչ Հայաստանում լանջ ոյոճող եվրոպական կառույցները մարդու իրավունքների հարցերով զբաղվող ՀԿ-ները պիտի իմանան խոսքի ազատության մարդու խոսքի իրավունքի մասին երբ որ քաղաքացուն իր խոսքի իրավունքի համար ինչպես Նիկոլ Փաշինյանի կինն էր գրում որ այո սա ժողովրդավարություն է ինչպես դուք այնպես էլ ես իրավունք ունեմ ունենալու խոսքի ազատություն եւ օգտվելով իր խոսքի ազատությունից Աննա Հակոբյանը քաղաքացիներին անվանում է էշ տավար, ոճիլ, տականք, զառամյալ, բիձա եւ այլն, Նիկոլ այդ քաղաքացին էլ օգտվելով նույն այն խոսքի ազատությունից, որը ունի քո կինը, իր կարծիքն է հայտնել կապանում քո մասին եւ դրանից հետո նրան տարել են հոգեբուժարան հիմա ես դիմում եմ Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին հիմա ես ուզում եմ մոտավոր անգամ պատկերացնել թե դուք ձեր հետույքը ոնց կպատրեիք եթե նման դեպք բառ ասելու համար քաղաքացուն նախկին իշխանությունները տանեին հոգեբուժարան եւ մարդուն պարտադրաբար ներարկեին